Լուսաստը հասարակական կազմակերպությունը հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվում է դեռևս 1999 թվականից ակտիվորեն իրականացնելով շահապաշտպան գործունեություն։ 2001 թվականից կազմակերպությունը ներգրաված է նաև ընտրական դիտորդական առաքելություններում, որոնց կազմում ընդգրկվում են հաշմանդամություն ունեցող անձինք եւ նրանց ընտանիքների անդամները։ 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրությունը բոլորի համար է ծրագրի շրջանակում կազմակերպությունը դիտորդական առաքելություն է իրականացրել ավելի քան 40 դիտորդների մասնակցությամբ։ Լուսաստը հասարակական կազմակերպությունը զբաղվել է ինչպես դիտորդների հավաքագրմամբ, այնպես էլ նրանց վերապատրաստմամբ։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատել են 23 ընտրատարածքի բոլոր 63 ընտրատեղամասերում։ Մշտադիտարկման հիմնական նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրատեղամասերի մատչելիության գնահատումն էր։ Ծրագրի փորձագետ Լուսաստը կազմակերպության փոխնախագահ Արփին Սերոբյանի խոսքով արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ խնդրահարույց դեպքեր։ Ընտրական օրենսգրքում տեղի ունեցան մի շարք փոփոխություններ, որի հետևանքով մեկ օրենքը թույլ էր տալիս հաշմանդամություն ունեցող անձանց փոխել իրենց ընտրական տեղամասը, եթե ընտրական տեղամասը մատչելի չէ, եւ ընտրել իրենց համար մատչելի ընտրական տեղամասում։ Այս հանգամանքը եւ պլյուս էր եւ մինուս էր, այսպես կարելի ասել, որովհետեւ շատ ընտրական տեղամասեր չունենք, որ մատչելի են, եւ բախվելով այդ խնդրին հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվեցին մի ընտրական տեղամասում, որը հարմարեցված չէր, բայց օրենքի պահանջն է, որ համայնքի ղեկավարը հարմարեցնի այդ ընտրական տեղամասը, բայց քանի որ օրենքի փոփոխություն կար, դրան շատ մեծ ուշադրություն այս անգամ չէր դարձվել եւ հնարավորություն էր տրվել ընդամենը փոխել իրենց ընտրական տեղամասը, բայց շատ դեպքերում այնքան քիչ էին այդ մատչելի ընտրական տեղամասերը, որ հաշմանդամություն ունեցող անձը պետք էր տաքսի վերցներ ու գնար իր նախընտրած ընտրական տեղամասը եւ շատերը այդ օրենքի փոփոխությունից չէին օգտվել։ Արփին Սերոբյանն ակնառու օրինակներից առանձնացնում է դպրոցում տեղակայված ընտրատեղամասը, որը հարմարեցված չէր սայլակ օգտագործող ընտրողի համար, ինչի հետևանքով վերջինս դժվարությունների է բախվել իր ընտրական իրավունքն իրացնելու ընթացքում։ Ընտրական տեղամասը իր համար մատչելի չէր, չնայած իրեն օգնել էին, ինքը բարձրացել էր ուրիշ մարդկանց օգնությամբ եւ իր ընտրական իրավունքը իրացրել էր, բայց ամեն դեպքում դա այն չէ, ինչի համար մենք պայքարում ենք եւ ուզում ենք, որ ինքը լրիվ ինքնուրույն հաշմանդամություն ունեցող անձը հասնի ընտրական տեղամաս եւ կատարի իր ընտրությունը։ Չնայած առկա խնդիրներին, ծրագրի փորձագետը նշում է, որ վերջին տարիներին նկատելի առաջընթաց է գրանցվել ընտրական գործընթացների մատչելիության ապահովման ուղղությամբ։ Նրա գնահատմամբ դրական փոփոխություններին նպաստել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում իրականացվող իրազեկման աշխատանքները, ընտրական ընթացակարգերին ծանոթացնելու դասընթացները եւ ընտրություններին մասնակցության կարեւորության շարունակական շեշտադրումը։ Այս ամենի արդյունքում ըստ կազմակերպության տվյալների հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության ցուցանիշը 2026 թվականի ընտրություններին աճել է նախորդ ընտրությունների համեմատ։